Operator պահանջով, որպեսզի հրաժարական տա վեհապար հայրը։ Տեսակ դուք ինչ տեղի ունեցավ, մոտարապես 7-8 հազար կամ 9 հազարի մասին էր խոսքը, հավատավոր ժողովուրդը գնացել էր աջակցելու վեհապար հորը եւ իր կողքին կանգնելու, դուք տեսակ թե ինչ էր կատարում եւ ակնհայտ ԿՊ-ն Նիկոլը կարողացել է ինչ-որ մարդկանց հավաքել եւ բերել մոտավորապես մի 150 հոգի։ Ինչ տեսանք եւ ինչ հետեւություն այս ամենից, անգամ խոսքի հնարավորություն չտվեց այդ 10 տիրադավների, որ իրենց խոսքը հնչեցնեն։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ մարդկանց, մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, որոնք գործարին եւ գնացին աջակցելու վեհապար հայրապետին։ Իսկապես դա հաջողված ակցիա էր եւ մենք տեսանք, որ իշխանությունը մարդ չունի բերելու եւ ճիշտ ասած բոլորը խոսում են եկեղեցու պարակտելու մասին, պարակտում չկա, որովհետեւ նրա 99%-ը տեղում է վեհապար հայրապետի շուրջը։ Դուք ասում եք 10 տիրադավ, իրականում դրանցից 5-ն էին այնտեղ, նույնիսկ 5-ը նույնիսկ չերևացին։ Ճիշտ ասած ես կուզենայի Վրթանես Սրբազանը կարելի որ Արցախի թեմներով, այ, ոնց թողեց փախավ Արցախից։ Ես կարծում եմ, բայց արժևին փորձություններ են, ուզում եմ ժողովրդին ասել, որ հայ առաքելական եկեղեցու դիրքերի խախելումը դա Ադրբեջանա, Թուրքա, եվրոպական պրոյեկտ է, այն հովանավորվում է Ադրբեջանի, Թուրքիա, ինչպես նաև Եվրամիության կողմից, եւ որովհետեւ մենք ինտեգրվենք թուրքական, թուրանական աշխարհի հետ, Հայաստանի ղեկավարությունը ամենայն հավանականությամբ այո համաձայնվել է թույլատնել, ոչնչացնել, զրոյ ասել, դա արդեն չգիտեմ ինչպես բնութագրել հայ առաքելական եկեղեցու դերը։ Տեսնում եք ինչքան լծակներ ունի Նիկոլը, բայց այնուամենայնիվ էլ չի կարողանում մարդ հավաքել։ Ես այդտեղ ներկա էի, տեսա, որ անգամ այն 100 հոգին, որ եկել են, պարզ է, չէ, պարտադրված, սոցիալական ծանր վիճակի մեջ են, աշխատատեղի հարցը եւ այլն, անհարմար էին զգում, թույլ չէին տալիս, որ իրենց նկարահանեն, այսինքն այլևս Նիկոլը խնդիր ունի մարդ հավաքելու։ Ինչ է իրեն մնում, միայն մնում է ուժով, ԱԱՑ-ով, ոստիկանությունով, ասեմ, որ, չգիտեմ, երևի արժե, որ Նիկոլն էլ իմանա, կամ գուցե մեզանից լավ գիտի, որ ոստիկանները, այսպես ասեմ, եթե իրենք տեսնեն մի փոքր ուժ կամ ազդեցություն, վստահաբար իրենք թողնելու են Նիկոլին, անցնելու են այս կողմ։ Ինչն է դա միշտ է եղել, ոստիկանությունը միշտ անցնելու է ուժեղի կողմը, դա բնական է։ Գիտեք, մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ 79%-ը դեմ է այդ հարցումին հայ առաքելական եկեղեցու վրա, միանշանակ դեմ է։ Ավելի շուտ դեմ է եւս 11%։ Կողմ է միանշանակ, հարցվածների 0.8%։ Հիմա 0%-ով կրոնական հեղափոխություն անելը դա անիմաստ բան է։ Հետ կքաշվի, ինչ է կարծում, երեկվա պատկերից հետո հետ կքաշվի, բայց շատերն ասում են դուք Նիկոլին չեք ճանաչում եւ իր տերերին։ Հետ չի կարող։ Հետ չի կարող, հա։ Նիկոլի հետև կանգնած են Էրդողանը, Ալիևը եւ նաեւ Եվրամիությունը։ Եվ նաեւ Եվրամիությունը։ Ինչ Եվրամիության խնդիրը որն է։ Դուք նաեւ ակնարկեցիք, որ թուրանական մեծ ծրագիր, այսինքն Եվրամիությունը այսօր նպաստում է թուրանական Հայաստանի ձեռնի տվեք, Թուրքիա, Ադրբեջան, մի բնաջնջեք, մենք կանենք այնպես, որ ամբողջովին կցուլվի ձեր հետ եւ Հայաստանի տարածքը նվաճելու կարիք չկա, առանց այդ էլ ձերը կլինի, որպեսզի ձևավորվի թուրանական աշխարհը, որպեսզի սիրելի պարոն Էրդողան, Ալիև, կամ չգիտեմ գնում ամիջը Միջանասիա, օրից մի օր Ուկրաինայից հետո դուք գնաք Ռուսաստանի դեմ կռվելու։ Մեզ պետք է Ռուսաստանը ջլատել եւ ռեսուրսները վերցնել։ Իսկ իմ կարծիքն է, իմ անալիտիկ դատակությունը, որովհետև Եվրամիությանը Հայաստանը չի հետաքրում, աղքատ բալաստ երկիր է, Հայաստանը Եվրամիությունը հետաքրում այնքանով, որքանով այդ պետությունը անդադ հակառուսական քաղաքականություն կտանի։ Իսկ այսօրվա Միացյալ Նահանգները իր իշխանությամբ Թրամփով այս ռեգիոնը Միացյալ Նահանգներին առանձնապես հետաքրքիր չէ։ Այդ դեպքում ինչու փորձեցին այս միջանցքին տիրանալ կամ գալ այստեղ։ Դե տիրացան հիմա տեսնում պրոյեկտ առաջ չի։ Քեզ մոտ նստած ես չի ասում, հեսա վաղը միսո Ռուսաստանը կասի, բա Հայաստան մաքսիմում միության անդամ ես։ Ինչ միջանցք, այդ ոնց է բեռը մտնում առանց մակրոսը։ Եվ դա հասկացրեցին միջալոցվեց։ Ոչ թե հասկացեցին, ուղի խոսքերով ասին։ Ուղի խոսքով ասեցին, այո։ Անցավ 4 ամիս չի ընդամենը, բայց կարելի էր չէ օգոստոսին ինձ լսել։
Հիմա պատասխանը ո՞րն է Ռուսաստանի հարցադրումը, Հայաստանը չունի։ Դե դուրս եկեք Եվրասիացից։ Եթե ինչ-որ ուրիշ տեղ ունեք գնալու։ Դե ունեն, բանը Թուրքիան չի։ Թուրքիայի գիրք է, էլի։ Թուրքիան չէ, Թուրքիան սահմանը այսքան բանից հետո նույնիսկ սահման չի Այո։ բացում։ Ինչու՞, պարոն Բագրատյան։ Թուրքիան ասում ատոմական չունենա, սնձրից էլեկտրակայանի կանած, որ երբ ուզենամ անջատեմ։ Կետած 4 անգամ թանկ Բաքվից գազ կառնացել, մեր Գրիգորյանն ինչ ասում, իմիջիալոս լավ երեք որ հայտարարեցին այդ նավթին, հա։ Բան այլի, մեր ո՞ց կարելի է մեր Գրիգորյանը բանակցի Հայաստանի Հանրապետության շահից։ Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, բանկերից այն բանկում, որ ինքն աշխատում էր, երբ որ ինքը դուրս եկավ գնաց փոխվարչապետ, վերջապես այդ բանկը սկսեց ծաղկել։ Բայց որպես ձեռքբերում է համարում, որ Ադրբեջանից կարողանալու են արդեն ներմուծել են բենզինի մասին է խոսքը նավթի։ Ոնց է գնահատում հայտարարեցին։ Հա, ցորենը էին ներմուծել։ Չգիտեն ինչ։ Դե հետո պարզվեց անասնակեր էր։ Հա, հա։ Հիմա չի բացառում բենզինն էլ, հա, այդպես։ Բենզինն էլ կարող է անասնա խմիչք լինի, էլի։ Այդպես է գնահատում, թե Այդպես եմ գնահատում։ հայ ժողովրդի մի հատվածին են 3%-ը որ դեռ Նիկոլի հետ է, գայթա կռվի ոգևորվի, ասի, տեսեք, կոմբիկերն եկավ, անասնակերն եկավ, հիմա էլ բենզինն եկավ, արդեն չաղու բախտավոր կարող ենք ապրել Նիկոլի հետ։ Արդեն ասացի, չեմ կրկնել չեմ ուզում։ Եվ վերջին հարցը, պարոն Բագրատյան, դուք իր սկզբանե ասեցիք, որ անպայման ոչ մի գնով հանկարծ վեհապարը հրաժարական չտա եւ մենք տեսնում ենք, որ վեհապարը ամուր է։ Եթե հրաժարական չի տարել, դուք էլ ասում եք, որ Ալիևն ու Էրդողանի պահանջն է եւ նաեւ Եվրոմիության պահանջն է։ Այս դեպքում ինչ է մնում անել Նիկոլի։ Հնարավոր է որ գնա ծայրահեղ քայլի այն է ձերբակալել վեհապար հորը։ Հա, բայց վեհապար հորը ձերբակալից հետո հայրաքելական եկեղեցին միայն կուժեղանա, բա եկեղեցին ինչ անի։ Եկեղեցին կնշանակի իր ուզեցը Լավ, եկեղեցին գնա ինչ-որ մեկի նշանակի, բայց ժողովրդին ինչ անի։ Ժողովուրդը չի ուզում այդ փոփոխությունները։ Չեմ կարծում։ Հիմա ուրիշ հարց, հիմա վստահ եմ Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև Եվրոմիությունը մտածում են ինչպես հաղթահարեն հայ առաքելական եկեղեցու վետոն։ Հա։ Ես չգիտեմ դրա պատասխանը, այդտեղ 3-4-5 զարգացումներ կարող են լինել, բայց եթե վեհապարը չի հրաժարվում, չեմ կարծում նրանք ձերբակալեն եւ ժողովուրդն մնում է վեհապարի հետ, դա նշանակում է, որ ժողովուրդը հաղթանակ է տարել։ Ժողովուրդը կորցրեց Ղարաբաղը, բայց կպահպանի հավատը։ Դու կարծում եք միայն եկեղեցու հարցն է ինքը փորձում է տարանջատել, մասնատել նախ համաշխարհային մեծ ցանց ունի, չէ՞, մեր հայ առաքելական եկեղեցին հայաստանյաց այսպես առանձին դարձնել, հետո նաև ասում են, որ իրեն շատ հետաքրքիր է եկեղեցու գույքը, այդ եկեղեցիները, տարածքը, չգիտեմ ինչ, նաև Նիկոլի ախորժակի իմանալ, այս հարցն է, չէ՞։ Նորագույն տվյալները ցույց են տվել, որ ընդհանրապես ոչ մի տոկոս շարժ չկա, որ օլիգարխներից բանվեկան ավելացել են օլիգարխները։ Դուք գիտեք, որ քանի որ տնտեսության ծավալները այսօր ընթացքում ավելացել են, ապա օլիգարխական գույքը առնվազն 2 անգամ ավելացել է, նոր ընտանիքներ են ավելացել օլիգարխների շարքում, ինչպես օրինակ Բադալյանները, Եսայանները եւ այլն, որոնք ազդում են գաղտնի պետության քաղաքականության վրա։ Դուք գիտեք, որ 10 անգամ պակասել է պետական պատվերները մրցույթով տեղաբաշխելը, գերակշռում է գնումները մեկ անձից, որ կոռուպցիան արդեն չի բանի մեջ։ Իհարկե այս ամենի ֆոնի վրա եթե եկեղեցին գրավի ինչ լավ գույքեր կան կծախի հայելի, հա, հասկանում եք։ Մենք կարող ենք ինչ-որ տեղ ասել, թե եկեղեցին լավ կլի, սենց վարվի, բայց դա ուրիշ հարց է, իսկ այստեղ խոսքը վերաբերում նա ոչինչ չասել է ասել։ Բայց ես չեմ կարծում, որ նրա պատվիրատուներին Թուրքիա, Ադրբեջան, Եվրոմիություն հետաքրքրում է եկեղեցու գույքը։ Չէ, իրենց բարձ է, իրենք ուրիշ խնդիր են ուզում, բայց Նիկոլին ճանաչելով նաև իրենք չեն որոշել ինչ անել։ Երևի սկզբից զորույցն եղել է, որ դարձնենք հայ կաթոլիկ եկեղեցի կամ հայ կաթոլիկ չկնես, հունա-կաթոլիկ կնենք, հունա-կաթոլիկ եկեղեցի, այդպիսի մի եկեղեցի առաջացել Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, ես կներողություն կրում հայ կաթոլիկ եկեղեցի չէի ուզում ասել, որովհետև մենք օրինական հայ կաթոլիկ եկեղեցի ունենք, այնտեղ խնդիր չունենք։ Բայց հիմա երևի նրանք ասում են, չէ, կարող է պատահի այստեղ Թուրքիայի եւ Եվրոմիության կարծիքը տարանջատի, Թուրքիան պնդի, որ սա պետք է դառնա մահմեդական երկիր։ Ես չգիտեմ ինչպեսին կլինի ռեակցիան։ Չգիտեմ։
Ինչ խորհուրդ կտաք, չգիտեմ, մի անգամ ասել եք, նույն բանը կկրկնեք վեհապարվորը, եթե դիմեք, նույն բանը կկրկնեք։ Հանգիստը ինքը ինձանից պակաս տարիքով չէ, հանգիստը կեսամինի չտանի, ոչ մի բան նրան չի սպասում։ Այսօր այնպես է եղել, որ մեկ սրանք հարվածում են քաղաքական ուժերին, մեկ հարվածում են սրբազաններին, մեկ հարվածում են զինվորականներին, մեկ հարվածում են գործարար մարդուն։ Այսօր հարվածն եկել է եկեղեցու վրա, պետք է դիմանալ։ Հայ առաքելական եկեղեցին ի տարբերություն նույնիսկ իշխանության կամ պետականության, ինքը գիտի ինչպես դիմակայել, ինքը 1700 տարի է կա։ Բայց մյուս կողմից փակուղու առջև է կանգնած Նիկոլը, Ռուսաստանում այդտեղ հասկացրեցին, որ այսպես խաղեր չի լինելու։ ԵԱՏՄ, ԵՄ պետք է ընտրություն կատարես։ Բոլոր եկամուտները հիմնական գալիս է այնտեղից։ Ինչ է անելու ինքը։ Փակուղու առաջ չի կանգնած Նիկոլը։ Դուք հիշում եք, ոնց էր Տրամպից ցախ թվում ինքը նստած։ Ահա։ Ստորագրելուց հետո ժպտում աշկերով անում եւ այլն։ Հիմա պետք խտից բերեցին։ Ամերիկյան դեսպանն ինչ ասում, Հայաստանի վրա բուլդոզերով անցել են ասում, այս ինչ համաձայնագիր է։ Դա ավելի վատ է, քան թե իրենց կա։ Իրենք են ասում։ Իրենք են ասում։ Շատ լավ, ինչ տարի է սպասում ես 2026-ին։ Լավ տարի է սպասում։ 2026-ի սկզբում առաջին ժողովրդին կոչ եմ անում խելքը հավաքի եւ առաջիկայում ուզեն չուզեն ընտրություններ կլինի Մալդովան հա։ Եկեք չբացառեք նաեւ արտահերթ ընտրություններ, որտեղ եթե այդ ճշնամին արագացնում է ամեն ինչ, ազգակործանել հետ արագացնում է, ինչու՞ ոչ հնարավոր է նաեւ արտահերթ ընտրություններ լինեն։ Ես մարգարետ չեմ, որ ասեմ այդպես կլինի, դա հնարավոր է։ Մարգարետ չեմ ես։ Բայց այդ ընտրություններում ժողովուրդը եկեղեցի իրադարձությունների շփոթվածությունից ժողովուրդը կարող է հաղթել։ Շնորհակալություն։